Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հոր Էրնեստ Սողոմոնյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքերը։ Գույքերի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը դատախազությունը դեռ 2023-ին ներկայացրել։ Ստացել ենք ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկանք, համաձայն որի տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Էրնեստի Սողոմոնյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին, այդ թվում հորը Էրնեստ Միքայելի Սողոմոնյանին պատկանում են շարժական եւ անշարժ գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, ուստի դրանց օրինականության վերաբերյալ կասկածներ են առկա եղել եւ դրանք այդ ձեռքբերումները չեն հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով։ Էրնեստ Սողոմոնյանն իր առաջին հայտարարատու պաշտոնը զբաղեցրել է 1995 թվականին, մինչև 1999 թվականը եղել է Ազգային ժողովի առաջին գումարման падգամավոր։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի падգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ապօրինի ծագում ունեցող առաջին գույքը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 30% բաժնեմասը ձեռք է բերել 1995 թվականի նոյեմբերի 28-ին։ Ուսումնասիրության ընթացքում կատարվել է եկամուտների, ծախսերի, ձեռքբերումների, գույքային իրավունքների եւ գույքերի համալիր ֆինանսական վերլուծություն։ Այդ վերլուծության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան կենտրոն վարչական շրջան Հյուսիսային պողոտայում գտնվող երկու անշարժ գույքի ձեռքբերումը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ Ըստ քննության առաջին բնակարանի ձեռքբերումը չի հիմնավորվում մոտ 19%-ով, իսկ երկրորդ բնակարանի ձեռքբերումը ամբողջությամբ։ Միայն առաջին բնակարանի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է ավելի քան 104 միլիոն դրամ։ Երկրորդ գույքինը կազմում է 132 միլիոն դրամ, որն ամբողջությամբ չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ Ինչպես նաև վերլուծության արդյունքում առկա է մոտ 8 միլիոն 50 հազար դրամի չափով ապօրինի եկամտի մնացորդ, որը ձևավորվել է գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում։ 2026-ի հունվարի 23-ին կազմվել է իրականացված ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացություն, ըստ որի Էրնեստ Սողոմոնյանին եւ նրան փոխկապակցված անձանց պատկանում է 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույք, ինչի արդյունքում որոշվել է ներկայացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց։ Այսպիսով հայցադիմումով այս պահին իրավասու մարմինը պահանջում է Էրնեստ Սողոմոնյանից եւ նրա կնոջից Լարիսա Ադամյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել թվով երկու անշարժ գույք, որոնք գտնվում են քաղաք Երևան, կենտրոն վարչական շրջան Հյուսիսային պողոտայում եւ ինչպես նաեւ 8 միլիոն 50 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում ստացված գումար։ Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք Էրնեստ Սողոմոնյանը եւ Լարիսա Ադամյանը հանդես չեն եկել հաշտության համաձայնություն կնքելու առաջարկով, ինչպես նաեւ չեն ներկայացրել դիրքորոշում։ Դատախազությունը հայցադիմումը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան 2026 թվականի հունվարի 26-ին, որը փետրվարի 10-ին վարույթ է ընդունվել։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։